Բավական մարդիկ չեն եղել նախորդ կիրակի, ես ասել էի, որ մենք մյուս կիրակի կփորձենք մի քիչ շարունակել այն, ինչ որ անցյալ կիրակի խոսում էինք, դրա համար կուզենամ երևի այդ պահից սկսել։ Անցնող կիրակի ժողովից առաջ ասածս միայն մի մտքի վրա կուզենամ անդրադառնամ, եւ մենք կշարունակենք մի փոքր Աստծո խոսքին անդրադառնալ, որից հետո կարող ենք։ Ուրեմն ես անցնող կիրակի պատմել եմ մի ծառայողի ունեցած տեսիլք երազի մասին, որ այդ ծառայողը շատ գոհ է եղել իր ծառայությունից, ամեն ինչ լավ է եղել եկեղեցում, մարդիկ շատ իրանց սիրել են, ինքը մարդկանց, քարոզները եղել են բավական արդյունավետ, բավական մարդիկ եկել են, ապաշխարել են, նորադարձներ, փրկվել են, եկեղեցին աճ է գրանցել անընդհատ ամեն կիրակի գրեթե, եւ ինքը շատ գոհ այդ արդյունքներից մի գիշեր պարկում է քնելու եւ երազ է տեսնում, որ մեկը մի հրեշտակ մտավ իր բնակարան։ Մտավ բնակարան այդ հրեշտակը և մի հրաշքով նրա սիրտը հանեց, քիմիական նյութեր կային իր ձեռքին, կշերք կար, տարբեր զանազան և զարմանազան անալիտիկ սարքավորումներ և ասեց նրան, հարց տվեց, դու Աստծո համար եռանդ ունես, ասեց, այո, շատ եռանդ ունեմ, ուզում եմ գործել նրա համար։ Ասեց, ես հիմա պետք է ստուգում կատարեմ մի մարդու սրտի, որը հավակնում է փառած պսակին արժանանալ։ Եվ սկսեց որոշակի նյութեր լցնել սրտի վրա։ Սկզբում ասում սիրտս ամբողջությամբ ամրացավ այսպես, կարծես մի մասսա դարձավ եւ ասում ես այդ մասսայի վրա հեղուկ լցրեց, դրեց կրակի մեջ սկզբում եւ նա ամբողջությամբ սկսեց հալվել այդ սիրտս հալվեց ու բաժանվեց sense շերտերի, որոշակի շերտեր, որոշակի շերտավորումներ, հետո մուրճի մի հարվածով խփեց, այդ շերտերը իրարից բաժանվեցին և յուրաքանչյուր շերտը դրեց կշեռքի վրա և սկսեց կշռել։ Եվ ես ուզում եմ կշեռքի կշռած տվյալները ներկայացնել ձեզ։ Ասում է, երբ որ ամեն ինչը տենց բաժանեց և կշռեց, դրանից հետո նայեց ինձ ցավոտ սրտով ու ասեց, թող Աստված ողորմի քեզ։ Մենք ուզում ենք, չէ՞ որ մեզ Աստված բոլորիս էլ ողորմի։ Ես երբ շատ տեսեմ, որ ինձ ողորմի։ Ցավոք սրտի հայերի մեջ այդ արտահայտությունը մի քիչ կիսավիրավորական բնույթ ունի։ Երբ որ ուզում են մեկին հանդիման են ասում, Տերը ողորմի քեզ։ Միշտ այդ ժամանակ, երբ որ այդպես բան եք արժանացնում, ասում, այո, ամեն, Երանի շատ ողորմի։ Եվ ասում է, մեկ էլ տեսա, սկսեց գրի առնել այդ տվյալները, որը առնչվում էին իմ սրտի վերլուծությանը։ Առաջինը, ուրեմն սիրտը, ես կուզենամ, որ մենք նայենք, նա սիրտը տեսավ նաև հայրու մեջ իրար։ Առաջինը 10 մաս կեղծ և ձևական աստվածպաշտության։ Այդ գիտեք որն է, որ մենք աղոթում ենք մի քիչ փարիսեցիաբար, երբեմն նրա համար, որ մարդիկ դա տեսնեն, երբեմն, գիտեք, սրտերը քննող կա, և նա ամեն ինչ տեսնում է մեր ներսում, բայց երբ որ մենք ներկայանում ենք մարդկությանը, որպես աստվածապաշտ, շատ հաճախ պետք է դա այնքան մեզ երբեմն ձևական վկայություններով չդրսևորվի, այլ մեր կյանքով, մեր վարքով, մեր վերաբերմունքով։
Նրանք պետք է զգան, որ բացառիկ տարբերություն կա այս մարդու, ինչպես Ֆրանցիսկոսը աշխարհահռչակ կաթոլիկ քարոզիչ ասել է իր աշակերտներին, անդադ դասեր տալիս եւ աշակերտներին ուղարկում էր, ասել է գնացեք մարդկանց քարոզեք, երբեմն բառեր ասեք, այսինքն ձեր կյանքով քարոզեք, մեկ-մեկ բառեր ասեք, բայց մենք ավելի շատ բառեր ենք օգտագործում, քան գործնական քայլերով ցույց տալիս, որ մենք Աստված պաշտենք։ Երկրորդ շերտը, երբ որ դրեց կշերքի վրա, անձնական փառասիրություն 23 մաս։ Այս պատկառելի բաժին է, որ մենք սիրում ենք։ Տեր Հիսուսը ինքը աշակերտներին ասեց, ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից փառք եք փնտրում, բանից սպասում է Աստծուն խորը հավատալու համար, ներանձնական մի խորը կյանք է պետք մեզ։ Անձնական հարաբերություն եւ մտերմություն պատահական չի, որ Սուրբ Գիրքը այդքան կարևորում է առանձին ծածուկ սենյակում աղոթքը։ Դուռը փակի, այնտեղ դու քեզ կարաս ավելի լավ տեսնես։ Եվ քո ներքին սենյակում աղոթքարա, ներքին սենյակի աղոթքը լավ վագույն հրաշք միջոցն է քրիստոնեական արժեքներին հասնելու համար։ Գիտեք ինչ է, շատերը գալիս են հավաքույթի ասում, այսօր հավաքույթը լավը չէր, վայ այսօր հավաքույթը այնքան լավն էր, վայ այսօր սենց էր, վայ այսօր նենց էր։ Թանկագին ես, դու չպիտի, դու լավ է որ գաս տեղ Աստծուն որոնես, բայց ամենալավը նա է, որ Աստծուն քո տանից քեզ հետ բերես տեղ։ Եվ ուրիշից չփնտրես, արդեն նա քեզ հետ պետք է լինի։ Դու այսօր երբ որ առավոտյան արթնացել ես, դու պետք է տանը մենիկ պահ ունենաս, առանձին խոսի իր հետ, խոսի, կիսվի, գիրքը բացարա եւ հետդ բերես տեղ։ Երրորդ մասը, երբ որ բացվել էր նրան, փառքի փնտրում։ Այո, Տերիսը զգուշացրեց փարիսեցին, սիրում եք առաջի աթոռները, անկեղծ ես խոստովանում եմ։ Այնքան շատ եմ ուզում, մեկ-մեկ մեր փառաբանությամբ ասում եմ, այնքան սխալ դրվեց հիմքերը։ Ես շատ եմ սիրում երգել, երաժշտություն շատ եմ սիրում, որ տեսնեմ ուրիշ եկեղեցիներում իմ տարիքի մարդիկ փառաբանությունում եմ, նախանձում եմ իրենց։ Ես շատ կուզենայի, որ հենց սկզբից փառաբանությունում երգեի, որ այսօր չամանչեի, որ երբ որ դե կարելի ասի, դահլի արդեղ կա։ Եվ ոչ եմ շատ եմ սիրում ստեղ նստել։ Երբեմն որ կոնֆերանս բաներ լինում, գնում եմ հետևի շարքերը, եւ այնքան հաճելի, բայց հետևիների վրա մի զարմացած եմ։ Անցախ եմ նայում դեպի, որ դիտորդի կարգավիճակում եմ նստած, բայց հետևի նստողներ ջան, շատ էր ասում, գալիս եմ առաջ օրհնությունը շատ։ Հետևի նստողներ ջան, դուք այդ օրհնությունը շատացրեք հետևի, մեկ նայեք ես, աջ կամ ձախ, շարունակեք Տիրոջը փառաբանել եւ փնտրել եւ որոնել, մեկ-մեկ այդ ուժեղ ճավացեք, որ այդ ձեր կողքիները լեղապայծառ լինեն արթնանան։ Չորրորդ, կոչումներով հպարտանալ, այսպես նախորդ պաշտամունքի ներկաները լսել են այս մասին, բայց բացակաների համար է մեզ բաժին է կրկնում։ Այո, կոչումով, դոկտոր են, պրոֆեսոր են, հովիվ են, եպիսկոպոս են, չգիտեմ, վերյարտիցորեն են, դրանք նշանակություն չունեն, այս բոլոր կոչումները կոչնչանան, կվերանան, ինչքան եմ սիրում Ռենհարդ Բոնկի խոսքերը, կանչել են ասել, արի քեզ աստվածաբանության դոկտորի ասճան տա, ինքը դոկտոր բարին նայել է, ուրիշ բանա կարծի, ասել է, բայց ես հիվան չեմ, դոկտորի կարիք չունեմ։ Եվ ասում եմ, քո բոլոր տիտուլները ընդամենը կմնան քո գերեզմանակարի վրա, այն կողմ չեն անցնի։ Այն աշխարհում էլ չկա հովիվու, վերի խավու, ներքի խավու, կամ մենակ մի հատ տիտուլ, Աստծո զավակներ, որոնք նման են հրեշտակին։ Այո, հաջորդը, սեփական տաղանդներով պարծենալ։ Այս մասին ես անցյալ կիրակի խոսել եմ,
որ տաղանդավոր մարդկանց ապաշխարության հարցը ավելի դժվար է, քան անտաղանդերի։ Գիտեք ինչի, նրանք անընդհատ պետք է աշխատեն դրանց վրա խաչը կրել Տիրոջ, որպեսզի դա չխանգարի անկեղծ, անաղարտ, երկնային անխարդախ կաթով սպասարկել մարդկանց։ Որովհետև նրանք գալիս են մարդկայինը խառնվում է Աստվածայինի հետ, բայց ինչքան լավ է, որ զուտ մաքուր երկնացինը, ովքեր էին առաջի հրավիրյալները Աստծո գործի մեջ, որպեսզի ծառայեն, ձկնորսներ էին սիրելի, անգրակետ մարդիկ, գուցե լավ գիտեին ջրի, ծովի, տարերքների, ալիքների դեմ պայքարել, երբ որ քամ էր փչում, գուցե լավ էին տիրապետում, որ մասերում ավելի շատ փորձեն իրենց կարթերը գցել, որպեսզի ձկներ որսան, բայց խո գիտնական չէին, խո պրոֆեսոր չէին, բայց որպեսզի Աստված իր ընտրությունների սպեկտրի լայնությունը ցույց տա, այդ ձկնորսներից հետո սկսեց կանչել Պողոս առաքյալին, բժիշկ Ղուկասին, որ մարդիկ չմտածեն, որ ստեղ մենակ եսին ինչ միջավայրի տեղ է։ Գիտեք չէ, ակադեմիկոս Պավլովը սովետական միության ժամանակ նույնպես գաղտնի հաճախում էր մեր պաշտամունքներին։ Եվ նա համաշխարհային գիտնական է, որտեղ ռեֆլեքսների տեսության հիմնադիրն է եղել Պավլովը։ Եվ քանի որ KGB-ն սահին տանջում էր, կրնում էր ժամը 5-ին պաշտամունք առավոտյան սկսվում էր։ Մերոնք 11-ին են դժվարանում քնից արներ։ Բայց այն թվերին ժամը 5-ին, և ես լավ եմ հիշում, են գիշերները մկրտությամբ, որ գնում ենք մութ էր, և որպեսզի մեզ չտեսնեն, մթնով գնում ենք և ցրտով, գնում ենք Վանաձորի ջրերը սաղնամանիքին բանին և շատ ուժեղ քրտնում ենք Տիրոջ ներկայությունից և շոգից, այդ ցրտին։ Եվ ասում եմ, հավաքարարը Պողոսը Ավլողը բոլորին տենում էր, որ գնում են սիկտանտի։ Էս էր, են էր, հետերներից ճաղում էր, և այդ ժամանակ գնում էր նաև պաշտամունքի ակադեմիկ Պավլովը ցիլինդրը գլխին, մեկ էլ ստա տեսավ չի ճանաչում ով, ավելը խփելու հետ ասավ, ծիմնադա, ծիմնադա, yani խավարամոլ, հայերը ոնց էր ասած, նաև իզեց հավասի, որ ես սա ծանոթանանք, գլխարկը հանեց, ասեց ակադեմիկ Պավլով, այսինք այդ քո անուններ է սերի, ես խեղճի ավելը ձեռից ընգավ, թե եսով ագնում աղոթել, հիմա Աստծո ընտրությունը շատ տարբեր է, բայց մենք չի պիտի մեր անձնական տաղանդներով բարձրանանք, և դա 14 մաս դրվեց այնտեղ։ Իշխանասիրություն, ես ասել եմ, շատ ուժեղ Նոբելյան մրցանակակիր կա, Քամիում, ֆրանսիացի, խոսող, գրող և անուն երևակայել հոգեբան, նա էր ասում, ես, սա մարդու կյանքի կրկներքն է, իր մարդիկ բոլորը ծնվում ենպիսին, հենց գիտեն, թե երկիր մոլորակը իրան շուրջն է պտտվում, և բոլոր դեմքերն ու դեմքերներ են իրան շուրջը պտտվում, իրանք են առանցքը, իրանք են երկիրը արարողները, դա փորձ են իրանց թվելով անցնել, շատ ահավոր է այս պահը սիրեներ, և այս իշխանասիրությունը շատ մեծ դերակատարություն է ունենում, նա էր, որ առաջինը ասում էր, որ մարդիկ իրենց ինչ խոսում են, ինչ անում են, սեփական եսը սնելու համար է, և եսը սնվում է ինքը իրենով, և մենք իրենով աճում է, եթե մենք լրահախիտ չգանք, տեսեք ինչ լուրջ բան է, և այս իշխանասիրությունը, անցյալ Կիրակի ասեցի այդպիսի բան, որ եթե մարդ ոչ մեկին չի ճարում, որին ասի նստի, կայնի, քայլի, էս արա, այն արա, մի հատ գոնե շուն ապահում, որ նա նրան ստա։ Սա է իշխանասիրությունը, 12 Եվ վերջապես գալիս է շատ քիչ բան, 4 մաս Աստծուն սիրել, 4 մաս մերձավորին սիրել, և 3 մաս Աստծո համար եռանդ ունենալ, դրա համար է հրեշտակ ասել, Տերը ողորմի քեզ և փրկի քեզ, և մենք սիրելներ, ասեցի, որ սրանից ազատ լինելու համար մյուս
պաշտամունքին կուզենամ փոքր գումարելի ավելացնել։ Ինչպես մենք կարող ենք սրա դեմ պայքարել։ Այս եղբայրը իհարկե մի քանի շաբաթներ ծոմերով, արցունքով, փշրված եւ կոտրված սրտով սկսել է աղաղակել Աստծուն եւ կրակը երկնքից իջել եւ բժշկել է նրան։ Բայց սա process է։ Երեք չառաջով ինձ հրավիրել էին TBN հեռուստա ալիքով ելույթի Երևան։ Դա սպուտնիկային կանալ է, որ գրեթե ամբողջ աշխարհը դիտում է։ Եվ թղթակիցը ինձ մի հետաքրքիր հարց տվեց։ Իհարկե շատ զարգացած տղա էր, ես չգիտեի իրար նույնիսկ իմանալով, որ քարոզիչ ասի համեցեք նոր արի մեր եկեղեցու մեր պատգամտուր, իրանց կյանքի խոսքի հողներից էր, բայց մի հատ հարց տվեց, ասեց, ինչ է կարծում, Աստծո գերագույն նպատակը, որն է, որ մարդուն կանչում է, վերստին ծնունդը հասկացան։ Ստեղ չգիտեմ, արդյոք կան մարդիկ, որոնք չգիտեն ինչ է վերստին ծնունդը։ Ես երկու նախադասությունով ասեմ։ Որտեղ ինքը հարցեց, վերստին ծնունդից հետո ինչ, ովի վրա։ Իհարկե, եթե տիպեն ունեք, սպուտնիկային կապ ունեք ձեր տներում, կարող եք միացնել գուցե մի 5 օրից ցուցադրեն դա։ Բայց հստակության համար ասեմ սիրելիներ, վերստին ծնունդը մի երկու նախադասությամբ։ Եթե կարող է, ես չգիտեմ դատիչին բոլորին չեմ ճանաչում։ Ինչպես է դա կատարվում։ Մարդը առաջի երթին տեսնում, որ ինքը ահավոր մեղավոր է, անհույս կորսված է։ Դա եթե չտեսավ, առողջներին բժիշկ պետք չի։ Ինքնաբավարարներին փրկություն պետք չի։ Եթե մարդը գտնում է ինքը ամեն ինչ լավ է, օքեյ է, նրան ինչ։ Բայց եթե ինքը տեսնում, որ ինչ ուզում է անի, հնարավոր չի փրկվի։ Որովհետև Աստված կատարյալ սուրբ է, մարդն է բարձրարձակ մազիցերից մինչև ոտքի եղունգը փչամերած է։ Աստծո հակապատկերն է մարդը։ Հասկանում եք, կարող է դու ոչ մի էական մեղ գործած չնես, բայց մեկ մեր գոյությամբ Դավիթ թագավորը ասում է, ես իմ մորից մեղքով ըղիացա։ Մարդը այդպիսին ծնվում է։ Եվ երբ որ մարդը Աստծո մեջ իրեն տեսնում է, նա հասկանում է, որ թեկուզ մի հատ սուտ խոսացած ես, չես կարող երկին գնաս։ Թեկուզ մի անգամ ինչ-որ մի բան կողացած ես, չես կարող գնալ։ Մեղքը չի կարող երկին գնել։ Մեղքի համար հատուցում է։ Եվ երբ մարդը զգում է ինքը անհույս կորսված է, իր ջանքով, իր չարչարանքով, իր խելքով, իր զարգացությամբ, իր հոգևոր փորձառությամբ, իր տաղանդներով, իր ծոմահապահություններով, չգիտեմ ինքնախոշտանգումներով չի կարող փրկվել։ Չի կարող։ Եթե կարողանար, Աստված ինքն չէր ուղարկի։ Կասեր գրած եք տանջվեք, եկեք։ Բայց քանի որ չի կարողանա առաքեց իր որդուն, որը վերցրեց մեր բոլոր մեղքերն ու անօրենությունները, խաչի վրա, այնքան այդ համարից դուր գալիս, նա իր մարմնով մեր մեղքերը, այսինքն եկավ իր մարմին առավ, մեր մեջ մտավ կարծես, մեր մեղքերը իր մարմնի մեջ վերցրեց, խաչափայտի վրա կամեց, որպեսզի որպեսզի մենք արդարության համար ապրենք եւ նրա վերքերով մենք բժշկեցանք։ Նրա վերքերը բժշկեցին թե մեր մեղքերը, թե մեր հիվանդությունները։ Ամեն։ Եվ եթե մեղավորը սա տեսնում է եւ ընդունում է Հիսուսին անձնական փրկիչ, նա կարա սկզբին խոստովանվին, ասի ինձ մանկությունից, եթե դու մի օր Աստծո առաջ մանկությունից մինչև մի քու բոլոր մեղքերը Աստծո առաջ չտենաս, քու մեղնելու պահին մի վարքյանը սաղ կյանքդ կգա դեմդ։ Կհիշես ամեն ինչը ուշ կլինի, լավ է այսօր, այս ժողովը սաղ մանկություն, եթե որևէ մեկը չկա, որ չի ապաշխարել, չի վերստին ծրվել, մանկությունից մինչև այս վարքյանը, ինչքան մեղքեր ունես, սաղ բեր նրա առաջ։ Հիշի, ամեն ինչ որ կատարվել է, և Սուրբ Հոգին կօգնի քեզ, ասացույց տուր և խոստովանվի զղջա և ներողություն խնդրի, բայց երբ որ ներվեցիր սիրելիս, ախր սրանք այնքան կարևոր դոկտրինաներ են, երբ որ ներվեցիր, երբ որ այդ ամեն ինչը քեզ ներվեց, դու պետք է տեսնես, որ
քո մեղքը կամ քո մեջ մնաց կամ խաչի վրա։ Երբ որ տենում ես, որ Հիսուսը դրա համար է տառապել, եկել է, դու սկսում ես ասել շնորհակալություն, որ դրանց պատիժը դու ես կրել։ Տեսեք ոնց են երջողում, փրկվածա թե չէ։ Եթե մարդ ասում ներ ինձ, ու տենց էլ մնում է, դեռ չի կատարվել նրա փրկությունը։ Բայց երբ որ շատ սխչում է, ցավում ասում ներ ինձ, հետո ասում փառք ես, որ ներված եմ, փառք ես, որ քո արյունը թափվել է ու մաքրել է ինձ, փառք ես, որ ես քո զավակն եմ, փառք ես, որ ես երկնքի քաղաքած եմ, արդեն ասում սա փրկվել է։ Գիտեք ինչի, արդեն հավատքով ընդունել է իր փրկությունը։ Բայց այդ մեկ անընդհատ ներողություն խնդրելու մակարդակի կարգավիճակի մեջ է, նա պետք է ի վերջո հավատքը իր մեջ աճի, որ տեսնի իր փրկված լինելը։ Սա վերստին ծնունդ է։ Եթե մեկը շնորհակալություն է հայտնում Քրիստոսին մահվան եւ հարության համար, որով ներված են իր մեղքերը, դա արդեն փրկված է։ Եթե այդ բանը չի կատարվել, նա դեռ խղճուկ վիճակի մեջ է, մենակ ներում խնդրելով չի։ Ներումից հետո այդ հավատքը պետք է գա մարդու սրտի մեջ։ Okay, հիմա վերստին ծնունդից հետո ինձ հարցրեց այդ եղբայրը հովիվ թղթակիցը, թե ինչ է կատարվում մարդու կյանքում։ Ես հակիրճ, արագ, ես վախենում եմ այսօր չասեմ, բայց փորձեմ։ Արագ փորձեմ ձեզ ասել սիրելիներ։ Մի հատ սքանչելի վերնագիր կա։ Պետք է նվաճվի մեր անձը, ես ասեցի։ Պետք է նվաճվի մեր անձը, Աստված իր որդու պատկերը ուզում է իր որդու պատկերը կերտել մեզնից ամեն մեկիս կյանքի մեջ։ Հռոմայացիս 8-րդ գլխի 29 համարում 28-29 համարում ասում նա մեզ կանչեց, ընտրեց, որոշեց, որպեսզի մենք Քրիստոսի պատկերը ունենանք մեր մեջ։ Դա Աստծո մեծագույն նպատակն է։ Եթե ես ու դու չենք արտացոլում Քրիստոսին, մենք չենք կարող, գիտեք, մեզ դժվար մարդիկ զգան, որ մենք քրիստոնյա ենք։ Մեր վարքը, մեր բարքը, մեր ներքին էությունը, սա արտաքին էֆեկտ չի։ Երբ որ Քրիստոսը ասում էր, սիրեցեք ձեր թշնամիներին, այդ չեր ասում, որ ձեզ ջանք արեք, որ սիրեք, այսինքն քո մեջ անեց մի էություն պետք է գա, որ դու անկախ քեզանից այդպիսին լինես։ Արդեն նա է, ոչ թե դու, արդեն դու մեռած ես քեզ համար եւ ապրում ես Քրիստոսի համար։ Սա ուրիշ մի բան է։ Ուրեմն մեր անձերը նվաճելու համար նա ներգործում է ամեն օր մեզ ազատելու, բայց ամեն օր ինչով է ներգործում։ Ամեն ժամանակ նրա մահը 2 Կորինթացիս 4:18 գրած է։ Ամեն ժամանակ մենք նրա մահը կրում ենք մեր մարմինների մեջ, որպեսզի նրա կյանքը նույնպես հայտնվի մեր մեջ։ Հարց, դու ամեն ժամանակ կրում ես։ Միթե Հիսուս ինձ ու քեզ չասեց ամեն օր վերցրեք ձեր խաչը եկեք իմ հետևից։ Ամեն օր մենք կրում ենք, թե այս համարը բերեք ջնջեք, ոնց ուզում եք տենց ապրենք, աղոտ ենք գնանք։ Ախր այս խոսքերը գրված է, որպես մենք ըստ ապրենք սիրելիներ։ Ուրեմն մենք պարտավոր ենք ամեն օր այդ մահը կրել մեզ ինչից ազատելու համար։ Առաջինը մեր զգացմունքների իշխանությունից։ Առաջինը նա ազատում է մեզ մեր զգացմունքների իշխանությունից։ Եթե մեր զգացմունքները մեզ իշխեն, սիրելիներ, շատ դժվարություններ կունենանք, որովհետև բոլորս էլ զգացմունքներով կապված ենք ընտանիքի անդամներին, երևույթներին, դեմքերին, եւ եթե անընդհատ սրանք մեզ իշխեն, մեզ հարմար կանեն, սպանեն մեզ։ Եվ այդտեղ գիտեք որն է, որ համարը շատ կզարմանաք, եթե մեկը, ով որ իր հորը կամ որ ինձնից ավելի շատ է սիրում ինձ արժանի չի, ով որ իր որդուն աղջկան ինձնից շատ է սիրում ինձ արժանի չի, զգացմունքները սպանող բաներ են։ Եթե մենք շատ ուժեղ կապվում ենք որևէ անձնավորության, Սուրբ Հոգին գալիս է թելերը սկսում է հերթով կտրտել, դու չի պիտի զգացմունքների իշխանության տակ գտնվես, ուզում է երեխա տրնի, ուզում է ով ուզում է, չի պիտի ցավոք սրտի, նրանք են ավելի շատ տարապում, ովքեր ավելի զգացմունքային են, որովհետև հարկադրված են կատարել այն, ինչ Աստված պահանջում է մեզանից։
Գիտեք, այս վերջերս ես իմ ժամանակվա, իմ փոքր տարիքի նվիրալ քրիստոնյաների կյանքերի ուսումնասիրությամբ եմ զբաղվում։ Ես գիտեի, որ Իվան Մայսեևը մոլդավացի է, բայց մի հատ ուրիշ մոլդավացի ավագ հովի կյանքը կարդացի, ուսումնասիրեցի, սարսափեցին օրեր, Աստված ջան ասում եմ, իսկ ինչ էր կատարվել այս մարդու կյանքում, խիստ նվիրյալ մեկը, ամբողջությամբ ասում պաշտոն, այնքան են տարել կագեբի շնորհքները, այնքան են ծեծել, ամեն անգամ ասման երեխաները իրա տուն էր գալիս լրիվ կապտուկների սպառնալիքների մեջ, ապակին որ մեր սկսում էր քարոզել, անգամ այդ ցավերի մեջ սկսում էր քարոզել, աջ ցախ տանում ջարդում էին, ինչ մարտիրոսության աստիճանի նորից բաց թողում, բանտեր էին տանում, նստացում էին երկար, նորից շարունակում էր, բանտերին էր քարոզում, երիտասարդ կինը մահանում է, գալիս են երկու տղաներին տանում են և երբեք չի իմանում դրանք ինչ է անում։ Մի տղան դժբախտ պատահարից է մահանում։ Ինքը մնում է մենակ և զգում են, որ կսպանեն, հավատացյալները թաքցնում են իրան։ Թաքցնում են հատուկ տեղ, որ մարդ չիմանա որտեղ է դա։ Եվ կագեբեն աղջիկն ասում, մի հատ աղջիկ ամնում է դեր մի կերպ պահմարումին ատենց էլ չի տեսնում էր որը։ Ամեն գալուց, որ ասում են ուրա հայրդ, կամ կողը պտի տանեն, կամ խոզը, կամ մեղվի պետակը և մեզ սովի էին մար, կիսակաղց անում են։ Եվ այս մարդ ասում է, թաքստոցում, մի քանի հովիվ գիտեին որտեղ է, ես որ այդ դժբախտ պատահարից վերջի տղային էին տանում հողարկավորության, մի տունավոր այդ թաքնված տան դեմը մի քանի րոպե իբր հանգստանում են, կանգնացին, որ ինքը գաղտնիք ունի իր աչքերով իր սրտի կտորին վերջի անգամ տեսնի։ Եվ այս մարդը մեծ տարիքում դեռ անկողնում քարոզում էր մարդկանց և ասեց. վաղը չեմ այսօր ես արդեն կանչված եմ երկին գնալու իր շրջապատը։ Ապշել կարելի է, այս ինչ ձևի են սրանք իրանք իշխում զգացմունքների վրա, այդ ինչ իշխանություն է, արագ ասեմ։ Երկրորդը մեր ինքնապահպանման բնազդից, մեզ ազատում է մեր ինքնապահպանման բնազդից։ Ես կուզենամ այս համարների վրա դուք տանը խորհրդացեք, դա գրված է Մարկոս 8:34-35-ում, և ինչքան ենք մենք ուզում մենք մեր մեջ լինենք, աներևակայելի ուժասիրելներ, դժոխքում այդքան ուժ չկա, ինչքան մարդը իրան պահպանելու բնազդի ուժն է։ Եվ տեսեք ինչ է ասում այստեղ, ով որ ուզում է գալ իմ ետևից, թող իր անձը կորցնի, իր անձը ուրանա, վերցնի խաչ ու գա իմ հետևից, որտեղ ով կամենում իր անձը ապրեցնել, կկորցնի նրան, ով ուզում է իր անձը կորցնի, կապրեցնի նրան։ Սրանք շատ կարևոր համարներ են, որ ես խորհուրդ եմ տալիս սրանց վրա խորհրդածություն անել։ Երրորդը ժամանակի սուղության պատճառով օրինական զգացմունքների մեջ անձի կապվածությունից, օրինական զբաղվածություն, զբաղմունքների, այլ, օրինական զբաղմունքները, ես այս մասին կարծեմ մի անգամ ասել եմ, և հստակ ուզում եմ կարդալ, Նոյի օրերը ինչպես եղան, այնպես պիտի լինի որդի մարդու, ուտում են, խմում են, օրինական բան, մինչև մայր մենք դա ենք անում, բայց դրա հետ կապվածություն է, որ դայակով կյանքի իմաստը դառնում։ Եթե հանկարծ մի օր ուտելիքը տեղը չեղավ, կարող է պրիստուպներ տաս, հոգեբանական, ու ուզածը չլինի։ Կին էին առնում, մարդու էին գնում, մարդա մեկ էլ տեսեք նույնիսկ Պողոս առաքյալի բանը, Տեր Հիսուս ասեց, մարդիկ կան ծնվում են ներքինի։ Հիմի ով է մեղավոր, մեկը ծնվում է հաշմանդամ, մեկը ներքինի, մեկը սեն։ Դիցուկ ինչ-որ բաներ կյանքում այնպես չի հաջողում։ Հայտնվի Աստծուն, այդ կամ Աստված կլուծի, կամ իմացի, դու այնքան մեծ արժեք ունես, հավիտենական արժեք ունես, որ ես երկրային բոլոր արժեքները, ով ինչ է հասնում, ինչ է նվաճում, ի վերջո մի օր պետք է կորցնի։ Իմացեք հաստատ է կորցնում։ Եվ վերջինը Աստծո գործի մեջ անձի եռանդից, դրանցից է ազատում Աստված։ Եվ
այստեղ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ ընկներով չմեռնի, մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կտա։ Ահա ճանապարհը սիրտը մաքրելու, դա ընթացք է, դա պրոցես է, դա անձնուրացության եւ խաչակրության ճանապարհ է, որով մենք պետք է գնանք։ Բայց մի բան եմ ուզում ասել իմ խոսքը ավարտելուց առաջ սիրելիներ, որտեղ հիմա պետք է մենք աղոթենք։ Ես գուցե մի կիրակել խոսեմ այս բանին, այս ազատությանը հասնելու միջոցների մասին, ինչ միջոցներով մենք կարող ենք դրանց գնալ եւ հասնել։ Սա ինչերից պետք է մենք ազատ լինենք։ Միջոցների մասին էլ խոսեմ, բայց ինչև է ուզում եմ բերեք բարձրանանք ոտքի եւ ես ուզում եմ մեկ-երկու բան ասած լինել։ Սիրելիներ, շատերին թվում է, որ խաչի ճանապարհով գնալը խեղճություն է, բոլորովին այդպես չի։ Ամենօրյա խաչակրությունը ավելի զորավոր եւ ուժեղ է մեզ դարձնում։ Մենք պետք է դրանով հանդերձ միլիտարիստներ լինենք, այսինքն ագրեսիվ վերաբերմունք ունենանք այն բոլոր բաների նկատմամբ, որոնք մեզ խեղճացնում են։ Ագրեսիվ պիտի լինենք մեղքի հանդեպ, ագրեսիվ պետք է լինենք հիվանդությունների հանդեպ։ Այդ ագրեսիան պետք է լինի, դու ուղղակի հիվանդություն եթե ունես, նրա հետ խոսի ոնց որ մարդու հետ կխոսես։ Եվ նրանք ու կարգադրություններ արա, նրանք ու հրամանները տուր, նրանք ու արգելանքները դիր նրա նկատմամբ։ Խոսիր ասա, որ դու իմ կյանքում, իմ մարմնում, իմ այսինչ օրգանում տեղ չունես ռադեղի Հիսուսի անունով դուրս արի։ Այդ միլիտարիզմը եւ այդ դավանանքը մեզ պետք է աշխարհարչակ հարուստից չոյից մի բան պատմեմ եւ աղոթեմ։ Ուղղակի եկան բան կասեմ այդ բնակավարներում։ Ասում եմ մի հատ կին կա, բացահայտ մոտ 10 սանտի կարող է լսեք երբևէ բանով հեռուստատեսությամբ իսկ հարուստներից։ Ասում եմ մի ոտքը մյուսից կարճ էր եւ բացահայտ էր դա, չէր կարողանում ուղիղ քայլել։ Եկավ մի օր ասեց, հովիվ աղոթ ինձ համար, աղոթեցի, ձեռքերս դրեցի, վստահաբար աղոթ քարեցի, վերջացրեցի, ինքը քայլելով գնաց, տեսնեմ կաղալով գնում է։ Ասեց փառք Տիրոջը, այս որ տվեց ինձ այս առողջությունը, ասեց ու գնաց, բայց կաղալով։ Ասում որտեղ ինչ լինում է ասում փառք ասում ես առողջ եմ, աղոթեց հովիվը, ես առողջացա։ Ասում եմ ես զարմացած եմ այդ դրությամբ։ Մեկ էլ մի օր ասում մեծ ժողովները 50,000 հոգի են, իր դահլիճը եթե չեն սալում 20 թե քանի հազարանոց տեղ կարող եք տեսնել։ Ինքը ժողովուրդ ասում է, որ ես աղոթում եմ։ Մեկ էլ ասում եմ մեջս մի հատ միտք եկավ, որ այստեղ մի կաղկին կա, ոտքից կաղում է եւ Տեր ասում է, ես նրան բժշկում եմ։ Ինքը միկրոֆոնը վերցնում ասում է, այստեղ մի կին կա, որը ոտքից կաղում է եւ Աստված նրան բժշկում է։ Ասում է, այդ կինը ճված, այդ ես եմ ու կաղալով գնաց։ Շատ զարմացած է ասում։ Եվ մի օր սիրելիներ, ապշեցուցիչ բանի մեծ պաշտամունքի ժամանակ այս կինը, որ սկսում է այդ օրհնությունը գալիս ավելին, մի անգամից ոտքա աճում եւ քայլում ասում, բայց ես շուտ բանից էի առողջ։ Գիտեք ինչ, բաներ կա, որ նախ մեր հոգու մեջ պիտի կատարվի, հետո մեր մարմնի մեջ կկատարվի։ Դուք կռվեք ձեր հիվանդություններին, դուք ասեք դու սատանա ես կորի իմ կյանքից։ Այսինքն երբ որ ես խոսում եմ խաչի մասին, ոմանք կարծում են, որ դա խեղճություն է, բոլորովին չշփոթվեք։ Սա Քրիստոսի ճանապարհն է, սա երկնքից իջած սուրբ գրային համարներ են, Աստծու կողմից մեզ տրված, բայց դա մեզ տանում է ավելի զորության, ավելի փառքի ճանապարհի, քան խեղճության։ Փառք տանք Տերոջը իր ճանապարհների համար։